Միացյալ Նահանգները նոր օդային հարվածներ է հասցրել հուսիներին։ Հուսիների փոխանցմամբ թիրախավորվել են երկրի մի շարք շրջաններ։ Միացյալ Նահանգների ավիահարվածները, որոնք ուղղված են Եմենի հուսիների դեմ, շարունակվում են ավելի քան 10 օր։ Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեի նամակը Թրամփին ուղարկել են միջնորդությամբ համապատասխան ձևով։ Հույները դիմել են Թրամփին Թուրքիայի դեմ հանդես գալու պահանջով։ Նամակը ներառում է հետևյալ 3 պահանջը։ Ցանկացած քայլի, որը թույլ կտա Թուրքիային կրկին միանալ F-35 կործանիչների ծրագրին։ Մեր պահանջն է, որ դուք շարունակեք խթանել, որպեսզի Թուրքիան վերացնի S-400 համակարգը։ Մեր պահանջն է, որ դուք դեմ լինեք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը։ Նամակն ուղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։ Յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել լինել Եվրամիությունում թե ԵԱՏՄ-ում։ Ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դրանք իրարամերժ են միայն կոնկրետ չափանիշներով, ելնելով ոչ թե գաղափարական կամ քաղաքական իրավիճակից, այլ այն պայմանավորվածություններից, որոնք կնքվում են այդ միավորներում։ Ռուսական հոբ ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել 7 շրջանի երկնքում։ Արձակված հրթիռներից տուժածներ չկան, հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։